Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում Աբովյան Թայմն է եւ ես Արման Աբովյանը։ Գործընթացները, որոնք տեղի են ունենում ներհայկական դելավ դաշտում, կամաց հիշացնում են մի ասացվածք, ցայտուն ասացվածք կա, որ ես հասկանում եմ, որ ես արդեն ոչ մի բան չեմ հասկանում։ Այսպես մի հատ լավ արտահայտություն կա։ Իրականում ես հասկանում եմ այն, որ ես բան չեմ հասկանում, ինքը կրկին վերացական է ավելի շատ, որովհետև շատերի համար, ընդ որում ոչ միայն այն մարդկանց, ովքեր մասնագիտորեն զբաղվում են քաղաքականությամբ, նույնիսկ հասարակ քաղաքացիների համար շատ հարցեր կան, որոնք օդից կախված են մնում եւ այդ հարցերի պատասխանը ծնվում է երկու եղանակով։ Եղանակ համար 1 տրամաբանություն եւ եղանակ համար 2 անմիջապես հարցերի կամ տեղեկատվական, ասենց հոսքերի գեներատորների կողմից շատ բարդ բառեր չի, բայց փորձում եմ գիտեք այնպիսի ձևակերպում տամ, որ մենք այսօր ի վերջո փորձենք հասկանալ որոշ հարցերի շուրջ ասեկոսեները, որոշ հարցերի շուրջ ավելի պատշաճ բացատրությունները։ Այսինքն գիտեք վերացական, մեծ միած նախաբան եւ այսօր մեր հյուրն է ոդկասթի համահեղինակն է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը, բարև ձեզ պարոն Մարուկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք այսօր համահեղինակ դառնալ Աբովյան Թայմի։ Դե ինչ, ամենասկզբից սկսենք, Ես չեմ թաքցնի, որ այսպես կոչված impeachment-ի կամ անվստահության գործընթացի հետ կապված գործողությունները իրենք բավականին մեծ աղմուկ առաջացրեցին, ես չեմ ուզում եւ կարծում եմ քաղաքական խոսքի համար անարդյունավետ կլինի կոնկրետ սևեռվել անձերի, կուսակցությունների, դաշինքների, ֆրակցիաների վրա։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ եւ գիտեմ դուք համաձայն եք իմ հետ, ինչի համար գիտեմ, մենք հաղորդումից առաջ միասին քննարկեցինք, Ինչ ենք մենք ուզում, ինչ մեսիջ ենք ուզում բերենք մարդկանց հետևյալը։ Տեսեք, impeachment-ի գործընթաց գեներացվեց։ Ընդ որում գեներացվեց երկու ուղղությամբ։ Մեկ ուղղությունը գեներացվեց Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի կողմից, որը մինչ այսօրս գեներացվում է եւ այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ այո, ունեն իրավունք եւ այստեղ ոչ մեկ ոչ մի բան չի քննարկում, իրենց կարծիքը հայտնել եւ այո, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ընտրող քաղաքացի իրավունք ունեն որոշակի պահանջներ ներկայացնեն այն ուժերին, ում իրենք սատարում են։ Երկրորդ ուղղությունը դա Հակոբ Ասլանյանի եւ Հովիկ Աղազարյանի նախաձեռնությամբ impeachment-ի գործընթացի գեներացումներ, որտեղ ձեզ առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու։ Առաջադրեցին վարչապետի թեկնածու, ես գիտեմ, որ այդ նորությունը ինքը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց եւ մինչ օրս այդ աղմուկը պահպանվում է։ Դեռ աղմուկում են։ Ну, սենց ասենք, Այնուամենայնիվ անդիմադիր ֆրակցիաներից պատիվ ունեմը շատ հստակ պատասխան տվեց այն ձեր կոչին, որը դուք արել եք, այլ ճիշտ կոչ չէր, հարցադրում էր ավելի շուտ, որ եթե դուք սատարում եք impeachment-ին, ապա եկեք եւ պայմանական իմ թեկնածությունը դիտարկեք, որովհետեւ այլ թեկնածություն չկար։ Չեն առաջադրել։ Տեսեք, ես շատ Ես կուզեի գիտեք քրոնոլոգիայով ես ասեմ ինչա տեղի ունեցել հնարավորինս մարդկային տեքստերով չբարդացնենք, էլի։ Ուրեմն տեսեք, դուք նշեցիք, որ Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը դիմել են, սկսել են process, որ պետք է անպայման impeachment-ի մեխանիզմ օգտագործել եւ նամակներով դիմել են 107 падգամավորների։ Նրանք չեն դիմել միայն ընդդիմադիրներին, նրանք նաեւ դիմել են իշխանական падգամավորներին։ Այդ նամակներից բնականաբար ստանում են նաև Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը, ովքեր հեռացված են ԿՊ խմբակցությունից։ Եվ սկսվում է բավականին սուր վեճ Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ դաշինքների միջև թե ով նախաձեռնի
Եվ մենք ունենք պաշտոնական երկու հայտարարություն։ Պատիվ ունեմ դաշինքը հայտարարել է, որ իրենք չեն նախաձեռնում, որտեղ չունեն վարչապետի տեխնացու, բայց պատրաստ են առանց նախապայմաններ իրենց 6 ստորագրությունները տալ եւ հրապարակեցին այդ տեքստը։ Հայաստան դաշինքը հայտարարեց, որ եթե կլինի 8 ստորագրություն, իրենք իրենց 28-ը կտան, իրենք էլ չունեն տեխնացու, չեն նախաձեռնում։ Եվ հասկանալի է, որ ընդդիմությունից 2 ստորագրություն, որը որ փախած է լավ կոպիտ ասած, որտեղ ամեն ֆրակցիայից մի падգամավոր գնացել է դեպի իշխանության կողմը։ Չունեն եւ 34-ն են։ Հետաբար փակուղի է, դա այդ քննարկումը շարունակվում է, մեկը մեկին մեղադրում է բան եւ ոչ ոք չի կանխատեսում, որ հանկարծ 107 падգամավորներից 2-ը Հովիկ Աղազարյանն եւ Հակոբ Ասլանը կարող է հենց իրենք նախաձեռնեն, որտեղ որևէ մեկը չի նախաձեռնում մինչեւ այդ պահը։ Այսինքն այստեղ արձանագրումը շատ կարեւոր է, որ չի եղել ուրիշ նախաձեռնություն եւ չի եղել տեխնացու։ Եվ պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլանյանը գալիս են դիմում են ինձ, նաև այլ մարդկանց հետ են քննարկել, իրենք ասում են։ Իսկ իրանք էին գեներատորները ձեզ դիմելու։ Այո, բայց իրենք էլ ասում են նախաձեռնություն։ Այո, բայց իրենք էլ ասում են իրենց գեներատորն էլ եղել են Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը։ Անսացել են նրանց դիմումին։ Եվ գալիս են ասում են մենք մի քանի տեխնացուներ քննարկել ենք, մենք տեսնում ենք, որ եթե ԿՊ-ից ձայներ պետքա բերվի, որ impeachment իրականացվի, դա հնարավոր անել են պարագայում, որը մարդ լինի, որը կիսել է հեղափոխության արժեքները, որը նույնպես գտնում է հեղափոխությունը շեղվել է իր հիմնական սկզբունքային կետերից եւ հետեւաբար մենք գտնում ենք, որ ճիշտ կլինի ձեր տեխնացիան առաջադրենք։ Եվ ես նույն հաշվարկը ես եմ արել, որ եթե երկու ստորագրությունը հետ է գալիս ընդդիմություն, բայց արդեն ոչ թե նախկին ընդդիմադիրները, որոնք գնացել են հիմա միացել ԿՊ-ին, այլ ԿՊ-ից են դուրս եկել, մենք ունենում ենք 36, որտեղ ունենք այդ երկու հայտարարությունները։ Ես շատ պատշաճ բոլոր ընթացակարգերը պահպանելով դիմում եմ երկու ֆրակցիաներին ընդդիմադիր, որ մենք հանդիպենք, քննարկենք եւ իրենք միանան նախաձեռնությանը։ Քննարկումների արդյունքում դուք արդեն նշեցիք, պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարեց, որ իրենք չեն միանա Նիկոլ Փաշինյան 2 այսինքն նրանք ինձ անվանում են Նիկոլ Փաշինյան 2 եւ իրենք այլ տեսլական ունեն, իսկ Հայաստան խմբակցությունը պարոն Սերան Օհանյանը ասում էր, որ կհանդիպենք, հետո երկրորդ նախագահի հարցազրույցը տարածվեց, որտեղ նա ասում է, որ մենք իրենք նպատակարար չեն գտնում, եթե կարճ ամփոփելու լինեմ։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, որ հենց հիմա կա մեկ impeachment-ի նախաձեռնություն, միակ, եւ կա տեխնացու։ Ես ինքս, տեսեք, ես հասկանում եմ process-ը, ես հասկանում եմ ընթացակարգերը, ես հասկանում եմ բարդությունները, ես ինքս հասկանում եմ, որ դա մի process է, որ եթե ընդդիմությունը միավորվի դրա շուրջ, մենք կունենանք պատմական միանախադեպ նիստ խորհրդարանի հատուկ նիստ, որտեղ 1 ժամ տևողությամբ պետք է ելույթ ունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պնդելու թե ինչու իրեն չպետք է անվստահություն հայտնել։ Եվ 1 ժամ պետք է ես ելույթ ունենամ որպես տեխնացու, թե ինչու պետք է իրեն անվստահություն հայտնել, եւ ես ինչ կանեմ այդ վերջին մնացած 1 տարվա ընթացքում, որպեսզի երկիրը տանեմ արդար թափանցիկ խորհրդարանական ընտրությունների։ Դե ըստ էության հիմա վարչապետը երկիրը պետք է տանի ընտրությունների։ Ամենաֆունդամենտալ բանը ժողովրդավարություններում դա խաղաղ իշխանափոխությունն է, որ պետությունն այնքան հասուն է, որ կարող է խաղաղ իշխանափոխություն իրականացնել։ Այսինքն սա է լինելու թիվ 1 օրակարգը, բնականաբար բանակցային գործընթացի հարցեր կան, որից ես լավատեղյակ եմ եւ վերջին մարտն եմ, այսինքն այս պահին ես կարծում եմ, որ ընդդիմության դաշտում ամենաթարմ ինֆորմացիա ունեցող մարդը ես եմ, թե ինչ է կատարվում բանակցային տրակում։ Այսինքն այդ ամեն ինչի համատեքստում ես համաձայնել եմ իմանալով, որ ես պատրաստ եմ այդ բեռը ինձ վրա վերցնել։ Հիմա բարձ այլ բան այնտեղ Նիկոլ Փաշինյան 2-ը բան, ես կարծում եմ, որ դա բացարձակապես սխալ ստրատեգիա է, որովհետև մարդկանց աչքերում, որ ես նայում եմ մարդիկ փողոցներում ինչ են ինձ հարցնում, ինչ են գրում, մարդկանց աչքերում հետեւյալն է, որ օպոզիցիան ասել է, որ իրենք պատրաստ են տան ստորագրությունները, չի հաշվարկել, որ կարող է իրենց սրտի տեխնացու չլինի, ժողովրդի լեզվով եմ ասում։ Մեկ էլ պարզվել է, որ տեխնացու է, որ իրենց այդքան էլ իրենց սրտով չի, ասում են, դե չէ, մենք չենք ուզում ենք այլ տեխնացու ունենանք։ Եղբայր այլ տեխնացու դուք հայտարարել եք, որ չունեք։ Այսինքն դուրս է գալու հիմա, ես հիմա տեսնում եմ, որ process-ներ են եփվում, որ տեխնացու են ուզում բերեն, դուրս է գալիս, որ եթե չլիներ այս նախաձեռնությունը, իրենք տեխնացու չէին բերելու։ Հիմա քանի կա այս նախաձեռնությունը, իրենք ուզում են գեներացնել այլ տեխնացու։ Եվ ես ուզում եմ երաշխավորված ասեմ, որ որևէ այլ տեխնացու անունները հայտնի են մեզ։
որ իրենք մտածում են քննարկում են ուզում են բերել, չի ունենալու այն շանսերը, որոնք որ հիմա կան։ Հիմա այսինքն եթե ընդդիմության օրակարգը Նիկոլ Փաշինյանին փոխելն է, մեխանիզմը կա, լավագույն ձևով այս մեխանիզմը կիրառելի է եւ գործուն է։ Մնացածը եղբայր, ես չեմ ուզում հիմա մտնենք այդ գնահատողական դատողությունների դաշտ, թե Նիկոլ Փաշինյանը երկուսը ինչ է նշանակում, դեռ ես չեմ մտնում այդ դաշտ, ասեմ, եղավ շատ լավ, եկեք նայենք հետեւյալը, ինչ ենք հայտարարում եւ վերջին հաշվով մեր ժողովուրդը ինչու է քաղաքական գործիչներից հիասթափված։ Այլ մի հատ էս բանը նայենք, քաղաքացիական մեջ ենք։ Եղբայր խոսք եք ասում, պահեք խոսքերը ձեր։ Չէ, տեսեք, ստեղ շատ կարևոր ներբերանգներ կան, որոնց մասին կրկին կցանկանայի խոսի։ Դնելով մի կողմ ինչ-որ դուք ասացի գնահատողական, հա, արտահայտություններ եւ այլն, օրեր առաջ տաղավարում իմ շատ լավ ընկեր Հայկ Մամիջանյանն էր, որին ես հարցրեցի, ու ինքը հիմնավորում էր հետեւյալ ձևով, որը ունի իր տրամաբանությունը։ Հիմա կարա դա մեր դուրը գա, հա, թե չէ, բայց դա ունի տրամաբանություն։ Տրամաբանությունը հետեւյալն է, որ այն ուժը, որը առաջին հերթին հայտարարությունը տարածել էր եւ հայտարարության մեջ անվերապահորեն խոսքի մասին չէր գնում, այլ գնում էր խոսքը, որ իրենք պատրաստ են դիտարկել, ստե պարոն Մարուկյան, շատ կարևոր նյուանս է, որովհետեւ Վարախաղա եղբայր, ես ամենայն հարգանքով էլի ասել են դիտարկել, այլ միած ես նայեք։ Հիմա Այսինքն իրենք պնդում են, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լավն է, քան ես։ Չէ, իրանք էդի չեն պնդում, իրանք ասում են դու Նիկոլ Փաշինյան երկուսը ես, այսինքն ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը մնա, քան գա Մարուկյանը։ Այլ լավ մեծ վերլուծենք էլի իրար հետ։ Այսինքն եթե իրանք մերժում են եղածը, պահպանում են գործողին, չէ՞։ Մերժում են առաջարկը, մնում է գործողեն, այ հարցումներ տեսել ես փողոցներին, որ ասում են ում եք ընտրելու։ Եվ ինչ որ մարդկանց խումբ ասում է, ես ոչ մեկին չեմ ընտրում, ես հիասթափված եմ, ես ոչ ոքի չեմ ուզում։ Իմացի բոլոր այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են։ Նրանք կամ գաղտնի քվեարկում են Նիկոլի օգտին, կամ ուզում են ստատուս քվոն, այսինքն Նիկոլ Փաշինյանը մնա։ Հետեւաբար հիմա պետք է ֆունդամենտալ անկեղծություն մեզ բոլորիս։ Լավ, ինչ չեն սիրում, ես գիտեմ, իրանք։ Ես գիտեմ ինչի չեն սիրում, շատ լավ, որովհետև մենք ողջունել ենք հեղափոխությունը, գիտեմ դա, բայց իրենք բացարձականացրել են Նիկոլ Փաշինյանի անվստահության հարցը, որ ասում էին ինչ ուզում ա լինի, միայն թե Իրանից ազատվենք։ Հիմա դուս ա գալի, որ չէ, որ ստեքի ոնց որ ինքը ավելի լավն է։ Դե ես ձեզ ասեմ, չէ, ես ձեզ ասեմ ավելին, տեսեք, ինձ համար մի քիչ դժվար է, հա, այն առումով, որ այս ամբողջ process-ը իր մեջ ունի նաև հուզական, հա, տարեր, եկեք համաձայնենք եւ տարանջատել հուզական տարը, անձնականացման տարը քաղաքականից, ցավոք ներկայիս Հայաստանում դժվար է։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, տեսեք, ասում են, որ առաջինը այդ մարդիկ, դուք ասացիք հեղափոխությունը շեղվել է, չէ, բայց այդ մարդիկ, մասնավորապես պատիվ ունեմ խմբակցությունը, իրենք իսպար չեն անցալում իրենց քաղաքական դիրքորոշումից դուրս գալով, որ դա հեղափոխություն էր, որը կբերեր ինչ-որ լավ բան, այսինքն իրենք խնդիր չունեն, որ մի իրավիճակ ստեղծեն, որ վիզիտիլի հեղափոխությունը շեղվել է, եկեք շեղվածությունից բերենք այս կողմ։ Սա էլ է ախր պատճառ։ Չէ, հասկանում եմ։ Ես ասում եմ, որ մենք քաղաքական այդ խորքային իրենց դիրքորոշումն էլ հասկանում ենք։ Եղել է հեղափոխությունը, բայց արի հարցի հակառակ կողմից կան։ Եթե դուք ուզում եք Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի ենթարկեք, անվստահության process-ով անվստահություն հայտնեք, դուք առանց ԿՊ-ի ձայների դա չեք կարող անել։ Հետո տրամաբանական է դա։ Հետո դուք ուզում եք հակահեղափոխական տեխնացու շատ կարևոր է։ Հակահեղափոխական տեխնացու, այդ մարդը շանս չունի այդ պարլամենտում։ Դե գնացեք կարեք։ Բարի, սենց ասեմ, ձեր դիրքորոշումը լսեցինք, ձեր դիրքորոշումը հասկանալի է։ Այո, սպասում ենք ստորագրությունը։ Այսինքն ես մենք դուրը չենք փակի որևէ ձևով։ Այ իրանք են ինչ-որ հայտարարություններ արել, մեզ վիրավորել, քննադատել, մենք ենք պատասխանել։ Բայց ասել ձեզ հուսական պահմիկում process ստորագրությունների փաթեթը եւ պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերը գտնվում են Հակոբ Ասլանյանի աշխատասենյակում։ Ընդդիմադիրները շանս ունեն գնալու ստորագրելու եւ այդ process-ը սկսելու։ Եթե ուզում են որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, այդքան բան։ Բանական ամփոփենք այս թեման, անցնենք մյուս թեմաներին։ Անցնենք մյուս թեմաներին, Միացյալ Նահանգներում եք։ Այո։
Միացյալ Նահանգներում էիք, գործնական այց էր։ Անձնական այց էր, Անձնական։ հրավիրել էին, այո, միջոցառման էի մասնակցում, շատ կարճ եմ գնացել, որ Որովհետև բազմաթիվ ասեկոսներ գնացին, ուզում էի հասկանայի։ Գործնական էր, թե ոչ դե, որ ասում է, հուսամ լավ առիթ էր։ Այո, Աստված պահապան, եւ այլն, երջանկություն, չգիտեմ ինչ առիթ էր, բայց ենթադրում եմ, որ կամ հարսանիք կամ կնոջ լավ բան պետք լիներ, է։ Լավ բան։ Ահա։ Հետո տեսեք, վերադառնալով ներհայկական գործընթացներին, որոնք ցավալիորեն պետք է արձանագրել, ապրում են խայտարակ դեգրադացիոն փուլ, մտել են նոր դեգրադացիա։ Տեսեք, առասարակ դեգրադացիան գնում է, բայց ինքը ունի նաև աստիճանաբար թռիչքի եւ արագացել է։ Այո, շատ ահավոր տեմպը արագացել է։ Եվ դեգրադացիոն գործընթացները, այո, իրենք ոչ միայն քաղաքական դաշտում են, այլ նաև ընդ որում քաղաքական դաշտում առանց մատնանշելու ինչ որ մեկին, բացի դրանից էլ իրենք նաև արտահայտվում են արդեն մարդկանց վրա։ Ընդ որում ես դες մի բան ասեմ, հաճախակի ես ձեր խոսքը լսեցի, որ ասում եք այն մարդիկ, ովքեր ասում են բոլորից զզվել ենք, իրան գնալու են Նիկոլ Փաշինյանին, ձայն տան։ Ես անձամբ ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր իրականում այդ կարծիք են ու վստահաբար իրանք ոչ միտը ոչ մեկին ձեն չեն տալու։ Ուրիշ խոսք, որ միջնորդված ստացվում է, ոնց որ իրենց անտարբերությամբ դրանք էլ կարող են բան են անում, դա ուրիշ։ Բայց այստեղ այս մթնոլորտի ձևավորումը, ես գիտեմ, որ դուք խիստ մտահոգված եք այդ մթնոլորտով, որովհետև մշտապես ասում եք, որ սա կիրառական վտանգ է ներկայացնում մեզ համար։ Կարող եք մանրամասնել ինչ։ Այո, որովհետև ես շատ հստակ զատում եմ էմոցիոնալը process-ներից եւ ուզում եմ ձեզ ասել, որ հենց հիմա տեղի ունենում Հայաստանի Հանրապետության ազգայնացումը, ինչ է նշանակում։ Հա, ինչ է նշանակում, որ այս պետականության հիմնասյուները հերթականությամբ քարուքանդ են արվում, շատ պլանավորված, շատ կազմակերպված, շատ մանրամասն գործողություններով, այսինքն ոչ ոքի չթվա, որ էմոցիոնալ բաներ են անում, ոչ պլանավորված է։ Եվ հերթականությամբ կարող եմ ասել, տեսեք, առաջինը Արցախյան այս երկրորդ պատերազմի պարտությունից հետո սկսվեց process, որ պետք էր մեղադրել բոլորին եւ բացարձակ սկսել վիճարկել նաեւ Արցախյան գործընթացի լեգիտիմությունը, առայն որ բայց սա մի հատ թոգ էր մեր վզին կապած, որ մենք պետականություն չդառնանք, սա մենք լինենք չպետություն, այսինքն նեգատիվ կանոտացիա էր Արցախի։ Այո, եւ դրանով դու բերում ես նախ ոնց ասեմ, պրծում ես բոլոր զոհերին, ովքեր որ իրենց կյանքը դրել են այդ շարժման, այդ ազատատենչ գաղափարների համար, մեկ, երկրորդը դու նաև եղած մարդկանց ասում ես, որ այն ինչ կար, ինչ ձեզ պատմել են, ինչ դուք ունեիք ձեր ուղեղի մեջ, վերանայեք, որովհետև դա ինչ է, ինչ դուք մտածել եք։ Մոռացեք, փակեք այդ թեման, դուք դրա հետ կապ չունեք, սա ձեզի վնաս արավ է, պետք չի եղել ձեզ, դուք դրա հետ կապ չեք ունեցել, ձեր վզին փաթաթել են, հրամցրել են, ձեզ տալ են դրա մեջ։ Պրծվեց Արցախյան ամբողջ շարժումը։ Եկանք երկրորդ этаպը։ Բայց դա թուրքական եւ ադրբեջանական նարատիվ է գույքի պատմում։ Այո։ Չէ, խոսքը գնում է դա ներսի չի, դա 10 տարուց ավելի մեծ պատմում է։ Հաջիևի ելույթը մարդա մասնակցել մի համալսարանում մոտավորապես 8-9 տարի առաջ։ Որտեղ նա ասում է մենք ամեն ինչ պետք է անենք, որ հայ ժողովուրդն ինքը վիճարկի իր թեզերը, որ հայ ժողովուրդը ինքը ուրանա իր արժեքները, հայ ժողովուրդը ինքը վերանայի ու ինքը ասի։ Այսինքն ասում եմ մենք ասում ենք որ տենց է, բայց մեր ասելը քիչ է, պետք է հայերը իրանց բերաններով սեն ասել։ Եվ 5 տարի ասվում է։ Հիմա այս համատեքստում մյուս ֆունդամենտալ բանը ինչի են իրենք հասել։ Իրենք հասել են որ հայերը, հայկական պետության ղեկավարությունը սկսում է ուրանալ ցեղասպանությունը։ 1.5 միլիոն սրբադասված զոհերին սկսում է ուրանալ։ Ուր են այդ մարդկանց անազգանները։ Դե չկան, բա որ չկան, մենք ինչ իմանանք։ Բա գնանք փնտրենք, քննություն իրականացնենք, ով ինչ պայմաններում է զոհվել, բռնաբարվել, մազապուրս փախել, վարվել, այրվել, սովամայել։ Ընդհանրապես ինչ համար այդ խեղճ թուրքերը մեզ կոտորեցին։ Այո, դա էլ է թուրքական նարատիվ։ Մեզ դրեցին եւ ոչնչացրեցին։ Հա, բերում եմ մի դաշտ, որ այսինքն բայց մենք գնանք, մենք ինչ ենք արել որ
մեզ կոտորել են, հետո գալիս է որ բայց կայսրություններ են դե միջամտե, դե ռուսական կայսրությունը, այնտեղ դե չեմ ասել որ բրիտանական կայսրություն կա, հա, այնտեղ այլ բաներ կան, դե հրահրել են ֆրանսիացիները, բան, այդ է պետք անենք, այդտեղ կոչվում է victim blaming, դուք լավ գիտեք, որ զոհին են մեղադրում, ասենք բռնաբարության զոհին, ասում կաղա դու ինչ որ գայթակղել ես բռնաբարին, հա, ասենք կաղա ինչ որ մի բան այ նենց չես բան արել բան։ Ասենք երկրորդ ինստիտուցիոնալ պղծում ունենք։ Ասենք Արցախյան շարժում, ցեղասպանություն, եւ ասենք երրորդը դա մեր ազգային եկեղեցին է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ մեր ժողովրդին պահպանել, առաջնորդել է, մինչև բերել է հասել պետականության ակունքներին։ Եվ այդ եկեղեցու շնորհիվ է որ այսօր կա պետություն, նաև որի արդյունքում կա վարչապետ, ունի падավատ, ունի ախրաննիկներ, ունի դաչաներ, չի։ Հասկանաք, այդ ուրացումը տեղի ունենում հենց հիմա հարվածներ եկեղեցուն որպես ինստիտուտի ազգային, որտեղ նայեք հիմա եկեղեցու մեջ կա սպասավոր կա, որը լավը չի, բայց դու ամբողջ ինստիտուտն ես վարկաբեկում քո պահվածքով եւ ես նաեւ հայամատություն եմ անում կաթոլիկ եկեղեցու։ Այդ կաթոլիկ եկեղեցում հաստատված մանկապղծության դեպքեր են բացահայտվել, հաստատված կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել, բայց ով կարող է ռիսկ անել կաթոլիկ եկեղեցու հետ խոսել այս տոնայնությամբ, ով աշխարհի որ լիզերը կարող է նման բան, ոչ ոք, որտեղ բոլորը հասկանում են որ գայթակղությունները բոլոր տեղերում կան, բոլոր տեղերում մեղք լինում է, բոլորս մեղք գործում ենք, ոչ ոք 100% չի կարող բոլոր պատվիրանները պահել եւ բոլոր կանոնները պահել, եւ դրա համար էլ կա եկեղեցի, կա Աստված, կան քահանաներ, կա խոստովանություն, կան ինստիտուցիոնալ ճանապարհներ դրա, հետաբար թող ոչ ոք քարը չվերցնի շպրտի այն մեկի վրա, ասելով որ բա դու գիտես սենց։ Հիմա այս համատեքստում մենք հասել ենք մեր դեազգայնացման, դենացիֆիկացիայի մյուս շրջափուլին, որտեղ պետքա քարուքան դանել երկրի մյուս հենասյունը, մեր պետականություն դա մեր ազգային եկեղեցին է։ Հիմա այդ process-ի մեջ ենք։ Եվ այս ամեն ինչը բերվելու անհան, որ երրորդ հանրապետությունը որպես այդպիսին հրճակվի, որ այն այլևս գոյություն չունի։ Այստեղ զինանշանը պետքա փոխել, պարոն Աբովյան, պետքա սահմանադրությունը փոխել, պետքա անկախության հռչակագիրը փոխել։ Եվ վերջին բանը ասեմ, դուք դարձը կտակ։ Տեսեք, վարչապետը շատ է խոսում ինքնիշխանություն, եւ նաեւ այսպես կոչված Վոլոդիմիր Զելենսկու աջակիցները, ես չեմ ասում նրանց արեմտամետներ, այդ մարդիկ արեմուտքի հետ կապ չունեն։ Զելենսկու աջակիցները, իրանք պաշտպանում Զելենսկուն։ Բայց իրենք նաև ազնիվ չեն այս ամեն ինչի մեջ, հասկանում եք, այսինքն իրանք ազնիվ որևէ կոնֆլիկտ, որևէ process, ոչ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, ոչ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որևէ կոնֆլիկտ չեն կարողանում օբյեկտիվորեն դիտարկել, թե ինչա տեղի ունենում։ Հետաբար այստեղ մի բան կա, որ Հայաստանը որպեսզի դառնա հակառուսական երկիր, պետք է ասել, որ Զելենսկին ամեն ինչին ճիշտ է, եւ պետք է մենք էլ լինենք այդ process-ի մասը, գնանք այդ կողմից աջակցենք, դառնանք հակամարտության կողմ, այսինքն այս քարոզությունները իրականացվում են տոտալ մեզ մեր տարածաշրջանում միայնակ թողնելու համար, միայնակ, որտեղ ինչ եմ ասում, դուք ինքնիշխան եք։ Այդ ինքնիշխանության համատեքստում ասեմ հետեւյալը, որ վերջի ելույթը ամենա Սարդարապատին ասում է Սարդարապատի օրներ կամ դա ինձ ասում է Երևան դայլոգը կներեք Երևան դայլոգում էր որ մենք ուզում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրվի եթե խաղաղության պայմանագիրը մտահոգություն առաջացնում Ադրբեջանում մենք կփարատենք բոլոր մտահոգությունները եթե մեր սահմանադրական դատարանն ասի որ այն հակասում է տեքստը հակասում է սահմանադրությանը ապա մենք կփոխենք մեր սահմանադրությունը։ Այսինքն, եղբայր, քո երկրի ողնաշարը անկախության հռչակագիրն է, սահմանադրությունն է, քո երկրի բովանդակությունն է դա։ Այսինքն դու ոչ թե պետքա տեքստի պատճառով խաղաղության պայմանագրի այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի պատճառով քո սահմանությունը փոխես, այլ եթե տեքստը հակասում է սահմանությանը, պետք է այդ տեքստը գնաց վերաբանակցես։ Ուրեմն դու վատ ես բանակցել այդ տեքստը, որը հակասում է քո երկրի գլխավոր հենասյունին սահմանադրությանը քո բովանդակությանն է հակասում։ Դու ոնց ես, այսինքն ինքնիշխան երկրի ղեկավարը ոնց կարա նման բան ասի։ Մի հետարքիր համեմատություն էի կարդացել համացանցում, ասում են, որ այդ արտահայտությունը նման է հետևյալին, որ մարդ գնա անձնագիր հանի, նկարվի, անձնագրի մեջի նկարը դուրը չգա, ինքը ոչ թե գնա անձնագիրը փոխի նոր նկարվի, այլ գնա պլաստիկ վիրահատվի, որ իր նկարը համապատասխանի անձնագրի լուրջ եմ ասում։ Շատ ցած հայտուն օրինակ է։ Հա, բայց այստեղ տեսեք, ես հաճախակի ոդկասթի ընթացքում որքան էլ ինձ դժվար է, հա,
որովհետև զբանական մարդ եմ, բայց այնուամենայնիվ փորձում եմ նաև մի տեսակ օպոնենտի դեր վերցնեմ ին վրա եւ ինչ է ասում իշխանությունը ասում է հետեւյալը, տեսեք ժողովուրդ, պատմական իրողությունն է, որ երկար ժամանակ թուրքերի հետ հայերը նորմալ ապրել են, չնայած դա սուտ է, բայց այնուամենայնիվ մարդկանց գլխի մեջ դա նստած է։ Ասեմ ձեզ ավելին, 18-րդ, 19-րդ, 17-րդ, 16-րդ դարերում հայերը, որոնք ապրում են Օսմանյան կայսրությունում, իրենք ամենանսեմացված, ամենաստորացված, քրիստոնյա էին։ Նույնիսկ հարկ կար քրիստոնյա լինելու համար, որոնք մուծում էին եւ պարբերաբար կոտորածներ էին լինում, իսլամիզացիա էր գնում, այսինքն սուտ է, որ այդպես Օսմանյան կայսրությունում լավ էինք մեզ զգում, ոչ։ 1894 թվականին, երբ որ Աբդուլ Համիդյան առաջին ջարդերը տեղի ունեցան, այն ժամանակ ոչ Ֆրանսիա, ոչ Բրիտանիա, ոչ Ռուսաստան, ոչ մեկի ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում չկար, այսինքն սա օսմանցիների թուրք դառնալու, այսինքն ազգություն որպես թուրք չկար, չէ՞ թուրք ազգություն, իրանք ձևավորվել են 1897-ից մինչև 1920-22 թվականները, ընդ որում սա ես հղում եմ տալի թուրքական գիտնականների խոսքին, ինչևից է, ասածս ինչ է, տեսեք։ Հիմա իշխանությունը ասում է, պարոն Մարուքյան, ըստ ձեզ։ Պատմությունը ցույց է տվել, որ այն ազգային, պետական, քրիստոնեական, sense նարատիվները իրենք հա բերել են եւ գեներացրել են, սա իշխանությունն ասում, ես չեմ ասում։ Զեդմոն ջան, մի անգամ ին վրա թարս մի նայ։ Իշխանությունն ասում։ Շատ լավ։ Ասում է, որ այն ինչ եղել է, դրա իրականում մեղքի բաժինը, դա մեզ փորձում են դա ասեն, որ մենք էլ ունենք եւ եկեք մենք հանենք փշոտ հարցեր, այսինքն Արարատը հանենք մեր գերբից, չգիտեմ, փոխենք սահմանադրությունը դարձնելով ըստ էության ազգային սահմանադրությունը ինչ-որ մի փաստաթուղթ, որը կանոններ ընդամենը ապրել, օֆիսային կանոնադրություն, դե լավ, այս մոտավորապես։ Դրա հետ մեկտեղ լեդիմիտացիա դեմարկացիան սկսենք, սահմաններ գծենք, չնայած սահմանները ես 52 տարեկան մարդ եմ, ես մինչև իմ 45 տարին ես համոզված եմ, որ մենք սահմաններ ունենք, որովհետև մենք ՄԱԿ-ի անդամ ենք, նվազագույնը, հա։ Եվ այլն, այսինքն հանում ենք սաղ ցավոտ հարցերը, դժվար է։ Շատ մանրակրկիտ Թուրքիային, Ադրբեջանին ոչ թե սիրաշահում ենք, այլ այնց իրավիճակ ենք ստեղծում, որ իրանք մեր մեջ վտանգ չեն տեսնում։ Այդ պարագայում սկսում ենք հետները զարգացնել, առևտրային հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ եւ այլն, եւ ի վերջո գալիս ենք մի իրավիճակի, երբ որ մեզ հանգիստ են թողում։ Մնացածը եկեղեցին, հայկականությունը, հայկական հիշողությունը, ցեղասպանությունը, Արցախը եւ այլն, իրենք իբր դեստրուկտիվ գործոններ են, եկեք ձեր ազատվենք։ Դա կեղծիք է, որովհետեւ եթե օրինակ նայենք գոնե Հայաստան-Թուրքիա սահմանի բացման խնդրին, մենք կարող ենք տեսնել, որ ժամանակին անգամ եթե 4 գյուղեր մենք բանանենք, զորքերը հետ քաշենք 4 գյուղերից օրինակ, 4, 5, 10 էական փոքր տարածքից Լեռնային Ղարաբաղին շրջապատող տարածքներից այդ սահմանը կարող էր բացվել։ Ժամանակին եղել է նաև նման քննարկումներ։ Այսօր չկա Լեռնային Ղարաբաղը, չկան Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները, չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը 150,000, որտեղ փաստականներ են դարձել Հայաստանում են կամ ուրիշ երկրներում, բայց հայ-թուրքական սահմանը փակ է, այսինքն մենք անդադար մեզ բան ենք, ուզում ենք մեզ խաբենք, որ եթե չլինի են կլինի։ Հիշում եք, որ ասում էին, որ Ադրբեջանի պայմանները հայելային են։ Տեսեք, դուք ունեք Լեռնային Ղարաբաղի պահանջ, դե իրանք էլ ասում են Արևմտյան Ադրբեջան։ Հենց դուք չունենաք Լեռնային Ղարաբաղի պահանջ, իրանք Արևմտյան Ադրբեջան չեն ունենա։ Արդեն շուտ 2 տարի է Հայաստանի կառավարությունը որևէ պլատֆորմում չի բարձրացնում Լեռնային Ղարաբաղի որևէ պահանջ, ոչ ժողովրդի վերադարձ, անգամ բանտարկյալների ազատ արձակում, ոչ մի բան, անգամ չի ասում, որ մեր քրիստոնեական ժառանգությունը մի ոչնչացրեք։ Թողեք մնա էլ այդ խաչքարների եկեղեցիները։ Կլինի չքանդեք եղբայր։ Դա է չի ասում։ Բայց Ադրբեջանը պնդում է, որ Արևմտյան Ադրբեջան է Հայաստանի մի մասը, 60%-ը, եւ պետք է Ադրբեջանի ժողովուրդը, Արևմտյան Ադրբեջանի ժողովուրդը վերադառնա Արևմտյան Ադրբեջան, այսինքն ստեղ, ըստ Ադրբեջանի։ Հետեւաբար այդ խապկանքները, որ եկեք ISS բաները հանենք հանգիստ կապենք, ես ձեզ երաշխավորում եմ, որ այդ թվարկված բաները մեր արժեքային հենքերը հանելու պարագայում հայ ժողովուրդը չի ունենալու պետականություն։
Հայ ժողովուրդը կարա դառնա ուղղակի քոչվոր ստեղ այնտեղ քոչի գնա փաստական դառնա, ասենք մազապուրզ լինի եւ չունենա պետություն։ Իշխանությունը դա չի հասկանում։ Ցավոտ հարցերը, դա ասեն ցավոտ հարցեր։ Քո պետության հիմքն են։ Բայց իշխանությունը որքան էլ մենք հա մեր վերաբերմունքով սիրենք, չսիրենք մի խոսքով իշխանությունը չի հասկանում դա, որովհետև դա այնքան ակնհայտ է, ոնց որ առավոտը ասես առավոտը այն ժամանակակարգի որ արևը բարձրանում։ Ասեմ ձեզ, իշխանությունը կարող է մի քիչ կասկածներ ունի կամ հասկանում, հա, բայց իրանք փորձում են։ Ինչն են փորձում։ Ասեմ, փորձում են այդ բոլոր բաները քանդեն, տեսնեն լայս Հայաստանը կմնա թե չէ։ Բայց չի մնալու։ Դե բարձր հետո կասեն դա հավասարազորա որ մարդ փորձի բենզապիլայը ոտերը կտրի, փորձի կտրի, կարողա վազի թե չէ։ Ամենայն անկեղծությամբ, քանի փորձ են արել, կանգնել ասել Ժողովուրդ ջան, ներողություն ենք խնդրում, մենք սխալվել ենք։ Ներողություն ենք խնդրում, 5000 մարդ ազողվել, կներեք մեզ։ Ներողություն ենք խնդրում, տապալել ենք բանակցային գործընթացը։ Ներողություն ենք խնդրում, fly առնան սնանկացվել է։ Միլիարդավոր դրամներ չկան։ Ներողություն ենք խնդրում, Անիֆի պարագայում միլիարդավոր դրամներ լափվել են, Ժողովուրդ ջան, կներեք մեզ։ Քանի օրինակ ասեմ, կամ մյուս բան ասեմ, հիմա օրինակ Սարդարապետի վերջի ելույթին, մի թեթև ասեցի, բայց ավելի մանրամասն անդրադառնանք, ասում է, մենք այլևս կարիք չունենք, հայ ժողովուրդը կարիք չունի փնտրելու հայրենիք։ Մենք գտել ենք հայրենիքը սա, նոր գտանք եղբայր։ Այսինքն դուք հայրենիք փնտրել եք, պարոն Մարուկյան։ Biz հանգիստ մենք մեզ համար այստեղ ապրել ենք, մեր հայրենիքում ապրել ենք։ Ես գիտեմ, հայրենիքը փնտրում են հիմնականում դա գաղափարախոսությունը, դնչուները, պետականություն չունեցող ժողովուրդները կարող են փնտրել իրենց հայրենիքը, պայքարել։ Մենք պետականություն ունեցող ժողովուրդ ենք, մենք ինչ հայրենիք պետքա փնտրենք։ Եթե խոսքը գնում է նրա մասին, որ Ղարսը շիրը մյուս արևմտյան Հայաստանի տարածքները, կամ Լեռնային Ղարաբաղը, Արցախը մեր հայրենիքը չի, եղբայր նախ Լեռնային Ղարաբաղը շատ թարմ է, պետք չի Ղարսացնել դա, դարձնել Ղարս, բայց մյուս պարագայում էլ արի ես հարցին sense նայենք, մեր հայրենիքն է, մեր հայրենիքի մեծ տարածքից մի մասի վրա մենք պետականություն ենք ստեղծել ու այդտեղ ապրում ենք, դրանով էլ բավարարված ենք, բայց դու մեր ինքնությունից ոնց ես ջնջել այն ինստիտուցիոնալ հիշողությունը, որ օրինակ Արարատ, Լեռը, հա, ասենք չգիտեմ, եւ մնացյալ էլի տարածքներ եղել են ժամանակին հայերով բնակեցված տարածքներ եւ մեր պատմական հայրենիքի մի մասն են։ Դա տեխնիկապես էլ անհնար է։ Ես կարծում եմ, որ իշխանությունը հասկանում է, որ տեխնիկապես անհնար է ջնջել են, ինչ դուք ասացիք մարդկանց, ինձ կներեք, տատիկ ունենք, պապիկ ունենք, մեր ընտանիք ունենք, չգիտեմ, գերդաստան ունենք։ Մենք հարցով ամենօրյա ռեժիմում։ Չէ, դե ներողություն, մենք ապրել ենք այնպիսի կայսրությունների, հա, խոսքը չի գնում խորհրդային միության մասին, որովհետեւ հենց խորհրդային միությունները ամենայն, հա, չգիտեմ բոլոր իր մինուսներով, բայց այնուամենայնիվ այդ ոսկե դարը, հա, զարգացման հայկականության։ Նայ, Արադ լերը ասում են հանել, այդ ժամը, հա, Արադ լերը զինանշանի վրայից հանել, Արադ լերը լինելով զինանշանի վրա, որևէ տարածքային բան չի ընդհանրում։ Հասկացում ես, դա կեղծիք է, սուտ է։ Այս երկու օրը մեկ ինձ գրել էր Facebook-ով, որ ինչի է այդ զինանշանի թեմայով խոսում է, ինչ կապ ունի Արադ լերը մեր զինանշանի հետ, պետք է հանվի, այսինքն այդտենց սկսել է ռոպագանդան։ Եվ հասկանում ես, լավ, Արադ լերը, լավ, մեզ համար բիբլիական լեր է, չէ՞, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Լավ, այդ հայերի այնտեղ բնակվել է, բանը, որ Հայաստանի մասնակազմի մոտ թողնենք։ Դա նայ քրիստոնեության համատեքստում։ Թուրքիան չի դրել, չէ՞, իր զինանշանի մեջ։ Մենք ենք դրել։ Դրա վրա ինչ կա նոյան տապանը, ինչի կա։ Որպես առաջին քրիստոնյա ազգ մենք գտնում ենք, գիտենք, որ երկրորդ անգամ աշխարհում մարդկությունը սկսել է իր կյանքը Արադ լերից, այդ տարածքից, ջրերից հետո։ Ու որպես քրիստոնյա ազգ եմ դա ասում, որպես բիբլիական այդ տեղեկությունը, հա, մեզ հասած։ Հիմա որպես այդպեսին տեղադրված է մեր զինանշանի վրա։ Ինչ Թուրքիայի տարածքային պահանջ, ինչ թուրիչ ադրը, ընդ որում հետաքրքիր որն է։ Ալիևն է դա ասում։ Ալիևն է դա ասում։ Այսինքն այդ պահանջը Ալիևն է ներկայացնում Թուրքիայի կողմից։ Այսինքն Թուրքիան աուտսորս է արել իր պահանջները։ Ալիևն է այդ հարցերով զբաղվում։ Տեսեք, մենք խոսեցինք այսպես կոչված շինցու, հա, աննորմալ, չգիտեմ, բոլոր առումներով ուղակի ֆանտաստիկ մակարդակի
աննորմալ մի թեզի մասին, խոսքը գնում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի, նույն հաջողությունով կարան Արևմտյան Ադրբեջան հայտարարեն Արկտիկան օրինակ, որը չնայած Արկտիկան իսում է ավելի շատ իրավունքներ կունենան, բայց դա չի խոսքը։ Դե Արկտիկան ոչ ոք չի հարցազրույց տալիս, ասում ադրբեջանցիները պետք է կան ստեղ ապրեն, իսկ Ալեն Սիմոնյանը ասում է։ Մտածեք, ինչ անեն։ այստեղ խնդիրը նրանումն է։ Ալեն Սիմոնյանը բացի ասելուց Եվս մեկ գրառում էր արել, որտեղ նշել էր հետևյալը, որ ինչի համար եք դուք մի անգամ, մոտավորապես կոնտեքստը հետևյալն էր, որ ինչի համար եք դուք ուշադրությունը սևեռում նրա վրա, որ ես ասել եմ ադրբեջանցիները կգան Հայաստան, այնինչ հիմնական խորքային միտքը այն էր, որ ինչու մենք չպետք է խոսենք, որ Գանձակից, այսինքն Կիրովաբադից, ինքը Գանձակ չէր գրել, եթե չեմ սխալվում Գյանջա, միգուցե սխալվում եմ ներողություն խնդրում, մի խոսքով որ Բաքու կվերադառնան, չգիտեմ, Արցախ կվերադառնան, դրա մասին ենք խոսում։ Ինչի համար եմ սա շեշտում, որովհետև շատ մեծ աղմուկ բարձրացավ այդ թեզի շուրջ, այդ 100 հազարավոր ադրբեջանցիների բերելու, ընդ որում 100 հազարավոր ադրբեջանցիների բերելը դա հումանիտար խնդիր չի, որը այո Ադրբեջանը ասում է որպես հումանիտար, բայց իրականում ինքը դա ներկայացնում է որպես ուշադրություն ռազմաքաղաքական օպերացիա։ Այսինքն սա նույնիսկ անվանում ունի, ինքը կոչվում է simple occupation, հասարակ օկուպացիա, առանց զենքի օկուպացիա։ Բայց խնդրեմն ինչու՞մ է, որ աջակիցներ ունի այդ հասարակ օկուպացիան Հայաստանի ներսում։ Այսինքն մենք ինչ ենք անում հիմա։ Ադրբեջանի նարատիվները, ես ինչ էի ասում Հիկմետ Հաջիևի մասին։ Ադրբեջանի թեզերը այսօր հայ պաշտոնյաներն են առաջ մղում։ Եղբայր հիմա Ադրբեջանը ինչ խնդրեմ ունի, իր դիվանագետները պետք է դանեին, հայերն են անում ինչ խնդիր կա։ Այսինքն outsource հանձնարարվել է այստեղ։ Հիմա նայ Շվեյցարիայում քննարկվում է, ինչ-որ քննարկում կա այնտեղ միջոցառում կա, որտեղ Արցախի քրիստոնեական ժառանգության ոչնչացման դեմ process կա։ Եվ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ մեր եկեղեցիները չուլանացված են։ Չուլան են դարը մեր եկեղեցիները։ Եվ ադրբեջանական մամուլը դուք ուղակի վերցրեք տեսնեք, տեսեք ինչա կատարեցին, ասում են ախպեջան։ Չէ, խրախճանք է։ Դուք եք պղծում եկեղեցիները մեծ էիք մեղադրում։ Ասում եք Լաչինի եկեղեցին քանդել եք, ես եք քանդեն եք քանդե, Ղազաչեցոնց վանքն եք քանդու քարափարե փոխակերպում եք ուրիշ բանի։ Ես ինչեր եք խոսում։ Դուք ենա ձեր վարչապետն է ասում։ Այսինքն ինչը բան անես։ Հետաբար էս հետ գալով այդ process-ին ներհայկական, այսպես ասած, մենք գնում ենք մեր պետականության կործանման ճանապարհով եւ ես ուղղակի նաեւ ապշած եմ մեր ժողովրդի հանդարտությունից հանգիստ գնում ենք կործանման։ Հոգնել են մարդիկ։ Էդմոն ջան, հոգնել են իրականում հոգնել են։ Դա եմ հասկանում, բայց ինչի՞ց ենք, այսինքն հոգնել ենք, ուզում ենք գան մեզ մորթեն, ուզում եմ հասկանամ ինչ ենք ուզում։ Չէ, ես բացատրեմ ինչա կատարում։ Ոչինչ ոչ թե բացատրեմ, ինձանից լավ գիտես։ Soft power-ի մեթոդաբանությունը, փափուկ ուժով խճճել, գժվցնել, դարձնել ուղղակի որ մարդասմարը դե գնացեք դուք ձեր ճամփով թողեք ես հանգիստ ապրեմ։ Հիմա մեր դերը այն պետք է լինի, որ մենք մարդկանց մտքերում արտնասնենք այս վտանգները։ Ոչ տարբերակ չկա, դեռ տեսեք են ասում, այդ բայղուշները բան ժամանակի որ ասում էին բանա Լեռնային Ղարաբաղը գանգը գրավեն, Շուշիում հայերը չեն ապրի, Լեռնային Ղարաբաղում հայերը չեն ապրի, Հայաստանի տարածքները կոկուպացվեն, ով էր բանանում դուրջ ընդունում։ Բայց ես էլ դուք չեմ ասում, հələ 19 թվականին գիտես։ Դրա համար եղբայր ինձ թվում է մենք արդեն տեսել ենք էլի դա։ Այդ ահա որ անհավանական բան է այդ Արևմտյան Ադրբեջանը։ Մի գյուղել բերեն բնակեցնեն, բավարարա որ Հայաստանի բնակչությունը թողնի այստեղից գնա։ Դու հասկանում ես դա ինչ է։ Ինչ տագնապա մտնելու։ Ես հասկանում եմ, ստեղ խնդիրը նրանումն է, որ նայ, մեզ ինչ են ասում, մեզ 100,000, ինչ բան այ։ Նայ, մեզ ասում են հետևյալը, որ պայքարի տեսակը, որը նախկինում եղել է, ինքը վտանգ է ներկայացնում, քանզի գեներացնում է պատերազմ։ Հիմա եթե մենք պայքարի տարբերակը մեր ինքնության, մեր պետականության համար սևեռենք շատ ուշադիր պետականության վրա, այդ պարագայում գիտես որ այդ թույլ ուժը այսինքն մի հատ գաղափարախոսություն էլ կա իմիջալոց առաջին 19-րդ դարում եթե չեմ սխալվում հունգարացիներն էին դա բանանում որ դու պետք է այնքան թույլ լինես որ այդ արկրություն չներկայացնես ոչ մեկի համար թույլ եսի նկատի չունեմ տնտեսական առումով թույլ
ազգային աշխարհաքաղաքական ախպեր բան չես ուզում։ Հիմա մեր տարածաշրջանն այդպես ինչ։ չէ, դե մարդիկ էդ են ասում։ Քեզանից են ուզում բան։ Հիմա նայ, քեզ հիմա կասեն, Մարուկյանը նստել է Աբովյանի հետ քննարկում են, որ իրանք ռևանշի պատերազմ են ուզում։ Ինձ քեզ որտեղ ուզեցինք պատերազմ։ Որ դու ասում ես Մասիսը պետք է իմանա, թուրքը կարող է ջղայնանա, գամես կոտորի, որ դու ասում ես Արցախահայությունը պետք է վերադառնա, թուրքը կասի, ահա, դու Արցախահայության վերադարձի հարցն ես դնում, ես էլ կդնեմ 100,000-ը որ ադրբեջանցիների վերադարձ։ Դե մարդիկ զիջել են առաջին գիշերվա իրավունքը, հետո որ պատերազմ չլինի, առաջին գիշերվա իրավունք են զիջել իրենց բաներին, ռուլերներին, ասենց ասած, էլի։ Այսինքն մենք հիմա խոսում ենք անկախ պետականության մասին, մենք անկախ պետություն ենք, ունենք սահմանադրություն, անկախության հռչակագիր, բանակ, պետություն ենք։ Մենք պետություն ենք, պետքա մենք մեր ինքնասիրությունը պաշտպանենք, պետքա մենք մեզ հարգենք։ Մենք մեզ չհարգենք, ոչ ոք մեզ չի հարգելու։ Եվ հիմա մենք հասել ենք մի հատ էտապի, որ մենք մեզ չենք հարգում, բոլորը տեսնում են որ մենք մեզ չենք հարգում։ Եթե մենք ամեն օր պղծում ենք մեր սրբությունները, մենք մեզ չենք հարգում։ Եվ հարևաններն էլ մեզ չեն հարգում։ Դա տես։ Մի բաներ եմ ուզում հարցնեմ, ժամանակը սա թալից ուղղակի անցավ։ Արժանապատվություն, պատիվ, ազգային առաջնահերթություններ, թասիբ։ Նախկինում այս բոլոր խոսքերը իրենք օդի մեջ ավելի շատ փիլիսոփական երանգ ունեին, չէ՞։ Կամ բարեւ հոգեբանական։ Հիմա ես հղում եմ տալի քո խոսքերին։ Չեմ հիշում որտեղ էի կարդացա, ընդ որում այդ միտքը փորձում եմ գլխիս մեջ ձևակերպել, բայց դու ձևակերպեցիր։ Պատիվ, արժանապատվություն, ազգային առաջնահերթություններ, թասիբ, դա կիրառական հասկացություններ են։ Այսինքն, եթե դու դա չունես, դու ոչի բան չես ունենա կիրառական առումով, այսինքն հաց էլ չես ունենա ուտելու։ Մի քիչ կարաս բացես։ Նայ, ես էլ եմ ասում, վերջին 200 տարվա մեջ մեր ազգը որոշակի ինքնություն է ձևավորել եւ այդ ինքնության հիմքում ընկել են այն ինչի մասին մենք խոսեցինք։ Սկսած հայոց ցեղասպանությունից խորհրդային 70 տարիներով դրան գումարած Արցախյան ազատամարտում մեր հաղթանակով եւ մեր այս պետականության վերականգնման process-ներով։ Հիմա այսօր պղծվում է այդ ամեն ինչը։ Նա երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմում մեր մասնակցությունը սկսում է քննարկվել, որ բայց կարող է խոսքի Հիտլերի պլանը ավելի լավ լիներ մեր համար, բան տենց ոնց որ մեր մար լավ էր լինելու ման, եւ դրանով ուրացվում է հազարավոր, միլիոնավոր մարդկանց ներդրումը նացիզմի ջախջախման գործի մեջ, դա էլ է այն մի հատված է քո ազգային արժանապատվության։ Վերջին հաշվով այդ հերոսական դասագրքային պատմություններով սերունդա մեծացել եւ այդ սերունդը գնացել է Արցախյան ազատամարտում հաղթանակա կերտել, չէ՞։ Հիմա ինչ են անում։ Այդ հաղթանակը պղծեցին, հետո եկան երկրորդ աշխարհամարտում հաղթանակը պղծեցին, հետո գնացին ցեղասպանության զոհերին անցան, հետո եկան եկեղեցուն անդրադարձան, ինչ է մնացել։ Այս պետության տակ ինչ է մնացել։ Ինչ են ուզում անեն, էլի։ Տխուր էր, բայց ուզում եմ ասեմ, որ սիրելի հայրենակիցներ, պետք է թույլ չտանք, որ մեր ազգային պետական ինստիտուտները ոչնչացվեն, դրանց պաշտպանության համար բոլորով կանգնենք միշտ, որը նաև կլինի մեր ազգային պետական արժանապատվության պաշտպանությունը եւ մեր պետությունը կմնա։ Եթե ոչ, ես էլ եմ ասում, այս պետականությունը վտանգված է։ Շնորհակալություն պարոն Մարուկյան, հիշեցնեմ ձեզ, որ Աբովյան Time podcast-ի համահեղինակներ այսօր Էդմոն Մարուկյանը խոսեցինք շատ կարևոր հարցերի շուրջ եւ գիտեք, անկեղծ ասեմ, միշտ ասել եմ ու կասեմ, սիրել չսիրել եզրույթները քաղաքականության մեջ պետք է բացառվեն ընդհանրապես։ Բացառվեն, որովհետեւ պատմությունը ցույց է տալի, որ եթե ինչ-որ մի քաղաքական լիդերի սկսում են սիրել առանց վերապահման, հա, անցած ճանապարհը կամ ապագայի տեսլականը ինքը միշտ բերում է արհավիրքի։ Ես հիմա հղումը չեմ անում Փաշինյանի վրա, ոչ մի պարագայում իսեր ասոս, իր հարցը չի, գլոբալ է։ Այո։ Եվ այստեղ շատ կարևոր է մեզ բոլորիս հասկանալ, ինչպես ասաց Էդմոն Մարուկյանը, որ իրականում ամեն մեկս պետք է մենք որոշենք, մեր մեջ որոշում ընդունենք։ Ուզում ենք մենք ունենանք երկիր, թե չէ, որովհետև կրկնել եմ, կրկնում եմ, էլի կկրկնեմ։
Դու կարող ես մոռանաս, որ դու հայ ես, ակնկալելով, որ թուրքը քեզ չի սպանի, բայց թուրքը չի մոռանա, որ դու հայ ես։ Սա է շատ կարևոր։ Այսինքն քո ինքնությունի հրաժարումը թշնամու աչքերի մեջ առ ոչինչ է։ Ինքը պարզապես թեթևացնում է իր գործողությունները։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան, հիշեցնեմ ձեզ, այսօր ոդկասթի համահեղինակն էր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։